Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր 2026 թվականի ապրիլի 30-ն է։ Ինչպես արդեն իմ նախորդ տեսանյութերից հիշում եք, ես քաղաքացիական հայցով դատի եմ տվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 9-րդ շենքի բնակչուհի Գայանե Հովհաննիսյանին, պահանջելով վերջինիս կողմից հանրային վայրում բազմաթիվ անձանց ներկայությամբ իմ հասցեն հնչեցված անպարկեշտ վիդեովորանքների համար Գայանե Հովհաննիսյանից հօգուտ ինձ բռնագանձել 1 միլիոն դրամ։ Այդ կապակցությամբ 2026 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի պարկեշտ եւ պատվախնդիր դատավոր Վարդուհի Հովնանյանը որոշում կայացրեց Էրիկ Եղինյանից ամբողջությամբ ազատել պետական տուրքի վճարումից, այսինքն ասույն գործով պետական տուրքը կազմում էր մոտավորապես 100,000 դրամ։ Նաև դատավոր Վարդուհի Հովնանյանը որոշում կայացրեց բավարարել Էրիկ Եղինյանից մյուս միջնորդությունները նույնպես, մասնավորապես դատավոր Վարդուհի Հովնանյանը որոշում կայացրեց սույն գործով 2026 թվականի հունիս ամսին կայանալիք հաջորդ դատական նիստին դատան հրավիրել բազմաթիվ վկաներ, ինչպես նաև դատավոր Վարդուհի Հովնանյանը որոշում կայացրեց նաև որպես վկա հարցաքննվելու, այսինքն որպես վկա ցուցմունք տալու համար դատարանը որոշեց նաև դատարան հրավիրել սույն գործով պատասխանող Գայանե Հովհաննիսյանին, ինչպես արդեն նշեցի, սույն գործով նշանակված հաջորդ դատական նիստը կայանալու է 2026 թվականի հունիս ամսին եւ հաջորդ դատական նիստի ժամանակ պետք է հարցաքննվեն, դատանում պետք է հարցաքննվեն դատարան հրավիրված վկաները եւ սույն գործով պատասխանող Գայանե Հովհաննիսյանը վկայի կարգավիճակով եւ վերջիններս բնականաբար պետք է նախազգուշացվեն ակնհայտ սուտ ցուցմունք տալու կամ հարցերին պատասխանելուց խուսափելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Ինչևէ, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը, վստահ եմ, որ դատարանն անշուշտ հետագայում վճիռ է կայացնելու իմ հայցը բավարարելու մասին, քանի որ իմ հայցապահանջը փաստարկված է եւ ինչպես նաեւ Գայանե Հովհաննիսյանի կողմից բազմաթիվ անձանց ներկայությամբ հանրային վայրում իմ հասցեն հնչեցված այդ անպարկեշտ վիրավորանքները կատարվել են հրապարակային եղանակով 3-ից ավել անձանց ներկայությամբ, որը հենց հիմք է հանդիսանում բավարարել իմ հայցը, եւ եթե դատանը վճիռ կայացնի իմ հայցը բավարարելու վերաբերյալ, ապա նման պարագայում հարկադիր ծառայության միջոցով, այսինքն ԴՀԿ ծառայության միջոցով Գայանե Հովհաննիսյանից հօգուտ Էրիկ Եղինյանից կբռնագանձվի 1 միլիոն դրամ եւ մինչև Գայանե Հովհաննիսյանը չվճարի այդ 1 միլիոն դրամը, ապա հարկադիր ծառայությունը թույլ չի տա, որպեսզի Գայանե Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնի այլ պետության տարածք եւ ԴՀԿ ծառայության կողմից հետագայում արդեն արգելանք կդրվի Գայանե Հովհաննիսյանի անվամբ գրանցված գույքի եւ դրամական միջոցների վրա եւ եթե պարզվի, որ այս պահի դրությամբ ներկայումս Գայանե Հովհաննիսյանը չունի իր անվամբ գրանցված գույք կամ չունի դրամական միջոցներ, ապա հարկադիր ծառայությունում այդ արգելանքը պահպանվելու է միշտ, այսինքն հարկադիր ծառայության կողմից արգելանք է դրվելու նաև Գայանե Հովհաննիսյանի կողմից հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա, այնպես որ եթե հետագայում Գայանե Հովհաննիսյանը ինչ-որ գույք ձեռք բերի կամ ունենա գրանցված աշխատանք կամ հետագայում ստանա նպաստ կամ թոշակ, ապա այդ գումարների վրա նույնպես հարկադիր ծառայությունը կարող է բռնագանձում տարածել 1 միլիոն դրամի չափով։ Այսքանն է ուզում, այսքանով ավարտում եմ իմ եթերը, այսքանն է ուզում կիսվել իմ հետևորդների հետ, այս ամենի մասին ցանկանում եմ իրազեկել հանրությանը եւ շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար, նաեւ ցանկանում եմ տեղեկացնել նաեւ, որ Ստեփանավան քաղաքում Էրիկ Եղինյանս բնութագրվում եմ դրական, մասնավորապես Ստեփանավանի համայնքապետարանի կողմից Էրիկ Եղինյանից վարքագծի վերաբերյալ տրվել է բնութագիր, դրական բնութագիր, որտեղ նշվել է, որ Էրիկ Եղինյանս չեմ հանդուրժում անարդարությունը, մշտապես պայքար եմ տանում անարդարության դեմ, պարկեշտ բարեկիրթ երիտասարդ եմ, վայելում եմ համաքաղաքացիների սերն ու հարգանքը, ինչպես նաև բնութագրում նշված է, որ Էրիկ Եղինյանս բազմիցս մասնակցել եմ շախմատային մրցաշարերի եւ ըստ էության ընդհանուր առմամբ բնութագրվում եմ դրականորեն, այսինքն Ստեփանավանի համայնքապետարանի կողմից Էրիկ Եղինյանից վարքագծի վերաբերյալ տրված հիշյալ բնութագրով նույնպես փաստվում է, որ Էրիկ Եղինյանը Ստեփանավան համայնքում ունեն բարի համբավ եւ Գայանե Հովհաննիսյանի այդ անպարկեշտ վիրավորանքների արդյունքում նվաստացվել է Էրիկ Եղինյանից պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը եւ
Գայանի Հովհաննիսյանն ի սկզբանե դիտավորություն է ունեցել հանրության շրջանում նսեմացնել եւ նվաստացնել Էրիկ Եղինյանից պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը, եւ բնականաբար այդ ժամանակ Էրիկ Եղինյանը Գայանի Հովհաննիսյանի վիրավորանքներին վիրավորանքներով չեն պատասխանել եւ ցուցաբերել են համեստ եւ զսպված վարքագիծ, եւ ես իմ բոլոր քայլերը կատարում եմ օրենքի եւ օրինականության շրջանակներում։ Այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հիմա ցուցադրում եմ Ստեփանավանի համայնքապետարանի կողմից Էրիկ Եղինյանից վարքագծի վերաբերյալ տրված դրական բնութագիրը։